Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը հիշողությունը, ազգային իրավունքների պաշտպանությունը, Արմենակ Աբրահամյան, Բեյրութում պատերազմը մտնում է թեզը, վտանգավոր փուլ, լռությունը, վտանգավոր զենք, գիտնականի կոշտ, զգուշացումը, պետցյուր ճիչ, ցեղասպանության կենթանի վկայությունը, շնորհավոր Սուրբ Զատիկ։ Կարսի անցյալնա ներկան, խելացոր կարևոր աջակցել Արևմտյան Հայաստանը պետական հեռուստատեսությանը, միացիկ մեր վետերաներին։ Սորմունք անդրադառնում Արևմտյան Հայաստանը Արցախի պատմական ու ժամանակակից իրավունքների պաշտպանությանը ուշադրություն հրավիրել է վերջին քաղաքական ու միջազգային զարգացումներին։ Արևմտյան Հայաստանը կառավարությունը ու ազգային խորհուրդը կրկնում են կատարված ցեղասպանության մեղավորները պիտի պատասխանատվության կանչվին դիվանագիտական ու իրավական ձևերով։ Սա նշանակում չի անմիջապես ռազմական գործողություններ կամ անձնական պատժամիջոցներ, նպատակն է փաստաթղթերով, պատմական տվյալներով ու փաստերով նշանցնել պետությունների պատասխանատվությունը ու հստնել լուծումների ներգրավել միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ, Եվրախորհուրդ ու այլ քաղաքական ու իրավական հարթակն է։ Արևմտյան Հայաստանը ու Արցախը ազգային հիշողությունը հանդիսանում է անվտանգության ու իրավական պայքարին հիմքը, ապահովում ավեր ցեղասպանության հետևանքները մոռացվին վեճ ու մեր իրավունքները պաշտպանվին։ Այս պայքարը իրականացվում է համ քաղաքական դաշտում, համ էլ միջազգային դատարաններում պաշտպանել մեր քաղաքացիական ու պետական իրավունքները։ Պարոն Արմենակ Աբրահամյանի ելույթը ամբողջությամբ կարիք Western Armenia TV Insight-ում է։ Բեյրութի հարավային արվարձանները վաղ առավոտյան ցնցվան հզոր պայթյունները։ Իսրայելական բանակը հայտարարավ հարվածում է Հեզբոլլահի ենթակառուցվածքներին, միաժամանակ ոչնչացնելով կամուրջն է, հանց վերամ կանխե ուժերի տեղափոխումը։ Ականատեսները հաղորդում են ծխի, սյուների ու խուճապի մասին մայրաքաղաքում։ Հարվածները շարունակում են նաև երկրի հարավում, այստեղ կամուրջներին ավերումը մեկուսացնում է սաղ շրջանները։ Լիբանանի տվյալներով բախումների մի ամսում զոհերի թիվը հնցալ է 1300-ը։ Միևնույն ժամանակ նույնիսկ պայթյունների ֆոնին մարդիկ շարունակում են հավաքելը եկեղեցիներում հայտարարել ավեր, այլևս վախում չեն, բայց իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված ու տարածաշրջանը կաղնած է թեզա էսկալացիայի ռչի։ Սուրեն Մանուկյանը կտրուկ արձագանք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ընդգծել ավեր գիտությունը կարել չի ենթարկվել քաղաքական թելադրանքի, ուրանսելով եթե գիտնականին ասին, ինչի մասին խոսին ու ինչի մասին Սուսանին դա արդեն գրաքննություն անվտանգավոր հետքայլ։ Ցեղասպանագետը շեշտում ավեր Արցախում տեղի ունեցածը ուրան անունով չանվանելը կարել լուրջ հետևանքներ ունենա versus Սուսանում պետսանում տորնը թեզա վտանգների ռչի, զգուշացնում է ինքը նշել ավեր պատմական արդարության մասին չխոսելը կարող խթանել թեզա ողբերգությունների։ Ուրան Զումավը հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը համ պատմական, համ էլ անվտանգության կարևոր բաղադրիչ է, իսկ լռությունը ըստ ուրան վերջախաղաղություն ապերում այլ անորոշ ու վտանգավոր ապագա։ Ներկայացնում ենք բացառիկ վավերագրական կադրեր, վերպատկերում են հայերի ցեղասպանության հետևանքները Արևմտյան Հայաստանում։ Կադրերում մրվում են հայ փախստական է, հիմնականում կնանեք ու խոխեք, վերհարկադրված թողանուրանց տները ու տեղափոխվել անապատային շրջան է։ Պատմաբանների տվյալներով 1894-ից 1923 թվականներին իրականացված զանգվածային տեղահանությունները ուղեկցվել են այսպես կոչված մահվան երթերա, որոնց ընթացքում հազարավոր մարդիկ զոհվել են սովից ծարավից ու հիվանդություններից։ Մասնագետներին կարծիքով նման վավերագրական նյութերը կարևոր վկայություններ են հիշեցնել անցյալի ողբերգությունները ու ընդգծելի պատմական հիշողության պահպանման նշանակությունը։ Այս կադրերը շարունակում են մնալ համ պատմության փաստագրում, համ էլ զգուշացում ապագայի հետի։ Ժնև Տրոյենեքս եկեղեցի 2026 թվականի ապրիլի 5 հունցը Քրիստոսը հարություն առալ գերեզմանա դիել սոր կրկին հարություն առնում Արևմտյան Հայաստանը մեր նախնիների երկիրը։ Արևմտյան Հայաստանում մեր հայրենիքի վերականգնումը երազանք չի, այլ պայքար է, վերում ենք մղում ենք սերնդեսերունդ, նույն հավատքա վերը դիմացալ դարերի ընթացքում։ Կարսը դարեր շարունակ իլել է ռազմավարական հանգույց, կադրերը նշանցն տամ հստականցումը ժամանակի ընթացքում, վերին լուսանկարում 20-րդ դարի սկիզբը խիտ կառուցապատված հայկական թաղամասերով, ստորին լուսանկարում նույն հատվածը սոր, հին շինությունների մեծ մասը վերացած միայն մի քանի պահպանված կառույցներ, հունցը Օսմանյան դարաշրջանի առանձնատներ ու բերդի հարևանությամբ գտնվող Սուրբ Առաքելոց եկեղեցին։ Կարծի բերդը վերը 12-րդ դարում կառուցվել է Հարամ կանգունա, հիշեցնելով քաղաքի հարուստ ու բազմաշերտ անցյալը։ Իննելով Արևմտյան Հայաստանի գլխավոր կենտրոն, վիզանտիական, սելջուկյան, օսմանյան կայսրությունների կետ, այն նաև իլել է Բագրատունյան թագավորության մայրաքաղաք ու 19-րդ դարում ռուսական տերությունների մաս։ Կարևոր է պատմական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը վերեսօր ավելի արձիական է, քան երբևէ։
Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին եշողներին շարունակում է նախապանգործը թեզամոտեցումներով։ Հունց արդեն գիտում ենք, մեր տելևիզիոնին ինքնագովազդով չի զբաղվում, հիմնականում հեռարձակում Արևմտյան Հայաստանը պատմության ու ներկա ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու այլ ենթատեքստերով, ինչպես նաև տեղեկատվություն վերաբերեցնում է տարբեր հարցեր։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին գրանցել իրան ամենակարևոր նվաճումները։ Մինը հրատարակել Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը վերի նպատակն է պահպանելու տարածել մեր պատմությունը, մշակույթն ինքնությունը, մունք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահի կառավարության ազգային ժողովի այլ կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քննարկելով մեր տելևիզիոն հնարավորությունները ավելին ընդլայնվում ու պնդանում ենք, միասին ենք ուժեղ։ Հայ վետերանների ու քեմագյանողների միավորում, ֆրանսիացի վետերանների հայկական ծագումով դիմադրողների միավորում, եթե 18-ից 78 տարեկան ընկումին պատար ազատ վախտոնի կարիք միանակ հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք եղբայրություն։ Ձեր խնդիրն այնական պաշտոնական արարողությունների վախտը պիցերցնել Արևմտյան Հայաստանը դրոշը։ Հիշատակի պահապանները իրենց նշանակալի ներկայացնով պաշտոնական արարողություններին ու հիշատակի արարողություններին վերմասնակցում ունալ կազմակերպությունների եւս պատվում են հայ զինվորների կամավորների վեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրենց կյանքը վտանգան պաշտպանել ֆիզիկական գիտակի գտնվող քաղաքացիական բնակչությանը խնդրում ենք հապաղեքվեջ կապիկ նախագահ Ժան Ղազարոսյանին հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքան պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։